Հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, այս պահին այստեղ է նաև Սավել Կարապետյանը։ Удастся ли Армении в двух союзах состоять одновременно, как вы думаете? Я на этот вопрос отвечу, наверное, уже завтра. Сегодня я не думаю, что надо отвечать на это. Какой союз ближе, как вы думаете? Դա հերթական անշնորհքություններ, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան եւ արեցին ճիշտ ընտրություն։ Իսկ պարոն Խազենյանի հետ կապված, որ դիմել են դատախազություն, խնդրում եմ պատասխանեք։ Ну вот, прямо сейчас тоже идут аресты по нашим всем сторонникам. Очень многих ребят и сегодня арестовали, вчера больше 100 человек арестовали. Ну, ничего страшного. Евросоюзу, что вы бы хотели сказать? Европе, Евросоюзу. Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Դե իրեք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստվում են, տեսնենք։ Այս անհավասար պայմաններում լեգիտիմ ընտրություն հնարավոր է, դուք տնային կալանքի ռեժիմում եք, ձեր աջակիցները։ Վերջում դա կգնահատեք։ Скажите, пожалуйста, если правящая власть победит все-таки, означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Հայաստան եկած հայերը, որ իրենք հենց առաջին օրից ցեցին։ Բայց ասում են նրանց ուղղված հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Դուք դա ոնց եք պատկերացնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Հնարավոր է ասենք մի 100 րոպե աշխատող Պարոն ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսներ օգտագործում, մարդկան ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ Ինչքան եք բաժանել ընտրակաշարք, ամեն օր ձայնակություններ են հրապարակում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը։ Չենք բաժանել։ Եթե որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած։ Урсула фон дер Лайен, что вы бы хотели сказать? Урсула фон дер Լայեն Սցենարի է պատրաստում դիմությունը Փաշինյանի, ասենք հավանական հաղթանակի դեպքում ինչ է կանելու։ Այսօր ընտրություններ է։ Պլան B-ի մասին ինչ կասեք։ Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես է կլինի։ Պարոն Կարապետյան, հանուն ինչպիսի հայրենիքի եք քվեարկելու, ինչ ապագայի։ Դրա մասին ես ամեն օր եմ խոսել, դրա համար խոսեմ նաև վաղը։ Բայց այսօր մի քիչ այդ հարցերը վտանգավոր է, այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարեն դա քարոզություն, նորից մի 1000 մարդ կսերվակալ։ Ինչ տրամադրությունով եք գնում քվեարկության։ Ինչ տրամադրությունով եք գնում։ Շատ լավ տրամադրությամբ, մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Համենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք
տարբերակ չկա։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության է կենթարկվելու նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի Չեք տեսնում, ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք, մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Միջազգային լրատվամիջոցների առատությունը ինչի մասին է վկայում, ոչ միայն տեղական, այլև տեսնում եք, տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ, եւ Ֆրանսիայից, եւ Հոլանդիայից։ Ինձ թվում է դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը, ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է ընդհանուր է դա։ Կարապետյան, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ ձեզ չի հաջողվի մեծամասնություն Ես չգիտեմ, դա քարոզություն կհամարվի թե չէ, անենց ուրախությամբ պատասխանեի ձեր Այսօր ազատ եք քարոզություն անել։ Господин Карапетян, телеканал РТВ, прокомментируйте отношения. Դե բասեք նորմալ, կարամ այսօր ներկու Господин Карапетян, РТВ телеканал отношения с Россией, если вы выберете, какие будете эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этом? Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Պարոն Կարապետյան, իսկ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանաբնակ հայերը այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը, այսպես ասած, որոշելու համար։ Ну, Ռուսաստանից ինչքան հայ պետք է գան, որ ընտրությունների ելք որոշեն, ասենք մի քանի հազար մարդ եկան ընտրության։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք իրականացնել Պարոն Կարապետյան, լինելով ինչ կապ կարող եմ ունենալ։ Երեք ընտանիքի անդամները մոտ Կարող եմ անել, բայց վստահ եմ չեն կարողանալու անել։ Գնացի, չեն կարողանալու անել։ Իսկ հաղթել։ Look here. Պարոն Կարապետյան, Թվում է դուք վստահ եք։ Այդ հարցի պատասխանը դուք գիտեք։ look here. Ну, мы вместе этот вопрос поднимаем. Georgian, բայց իջնենք հետո դեպի գանացեք, դեպի որ մարդկան դու կանդալ։ Ոնց է կարագույն։ Կներեք, քիչ սկում կկակնեք։ Կանգնացում։ Ինչ է կանում կակնած օրինակ։ Նայում եմ։
Բադու։ Անդակցել։ Իդեր համոզում դուք համոզվեցիք։ Հետ եկեք ժողովուրդ։ Չվարկեք ոնց է ինքն իրան Այդտեղ խիտ հարց տալի ժողովուրդ չեմ հասկանում։ Չգիտեմ, խփում է, բայց չգիտեմ որտեղ է։ Ինու։ Ama mikrofonu üstünde kapattım o da. Ես ուտեցել ասացի մտնի դուրսյոն։ Հա, տեսա, բայց ո՞րս տվի։ Ասում եք բոլորով իջնենք ներքև։ Մեկը կարա իրան բռնի, մենք իջնենք։ Արագ եկած շողով։ Ոստիկերներ խնդրում են աստիճանների իջնել։ Տղեկ, ստոպ։ Տղեկ, միալ։ Արա չեղավ ես անում աղբեր։ Я думаю, что на мнение армянского народа это особо не повлияет. Сегодня армянский народ делает правильный выбор и будет легитимной власти. Что вы будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, если будет возможно? Я никуда не вернусь. Я буду 10 лет работать в Армении. И не переживайте, у меня много работ. What future will Armenia have? Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Հետո էլի որ լսեմ, չեմ լսում։ Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ ետեներով չխոսենք, կյանքը ցույց կտա։ Ընդամենը Պան Կարապետյան, ձեր Մենք րոպե էլի ժողովուրդ։ Պան Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Տադրեք տալու հետո։ մեր համոզմունքը դուք այսօր տեսնեք ինչի վրա է հիմնված։ Այսօր բոլորս տեսնենք դա։ Իսկ դուք հանուն ինչպեսի Հայաստանի քվեարկեցիք, պան Կարապետյան։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սպյուրքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար
եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Կարծել եք ազդակները։ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում է, որ կհայտնվեք բանտում։ Ինձ ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալու ինձ ձևով խոսում։ Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Ну, будут какие-то последствия. Часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. 3 абрикоса они могут. Больше я не знаю. Նայեք, դա ես չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վատ տրամադրություններ գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ էլ այդպես բորբոքված գնան Փաշինյանին ընտրեն, որ ասեն, որ ռուսի տակից դուրս գան վերջապես, տեսեք ինչ էր անում այդեմ։ Դուք ունեք նման տպավորություն։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական ուժ։ Փաշինյանին աջակցում է Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սա խաղ է, թե խաղ չէ բնական։ Առաջինը իրենք շնորհավորեցին։ Միացալ, կարծում եք պայմանավորված է Փաշինյանը իրենց մարդն է։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Իսկ ձեզ աջակցում է Ռուսաստանի տեխնատուն ձեզ համար։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Միջնորդում էր, որ դուք կարողանաք ընտրություններին մասնակցել։ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում դա։ Կարպետյան, եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է արդեն։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժողովուրդ ջան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիանան ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ մի տեսակ փոխել է ձեր հարցեր կա։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը դուք Մի եք տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Վաղ ինչպեսի Հայաստանում ենք ապրում, պարոն Կարապետյան։ Ինչ։ Վաղ ինչպեսի Հայաստան ենք տեսնելու։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ Լեգիտիմ որ ուժի իշխանության։ Ինձ մեծ էր հարցի պատասխանը։ Ազատենք